Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ կառույցը Եվրոպական անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը կեսգիշերից մեկ պակաս փակվեց, թեպետ 92-ին այն ստեղծել էին բացառելու պատերազմը, իսկ 2023-ին Ադրբեջանը շուրջ 120,000 հայի պատմական բնորանից բռնի տեղահանեց, հրացանի փողը ճակատներին պարզած։ Մի վերջին պաշտոնական հաղորդագրություն են թողել կենտրոնական Եվրոպան միասնական որոշմամբ կոնսենսուսով է ազդարարել աշխատանքների ավարտը, հիմք ընդունելով համանախագահ Ամերիկայի մայրաքաղաքից Հայաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դիվանագետների դիմումը, որի ստորագրություններն ի դեպ արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովը ի տարբերություն նախախաղաղության պայմանագրի վերջնական դրեցին։ Այս գործընթացը դարձել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 մասնակից պետությունների կողմից սեպտեմբերի 1-ին ընդունված կոնսենսուսային որոշման իրականացումը, որին նախորդել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված պատմական համատեղ հռչակագիրը։ Խաղաղության հասնելու իրականում միայն փաստաթուղթ ստորագրելու համար Ալիևը նախապայմանների առաջին շարքում էր տեղավորել Մինսկի մանդատը վայր դնելու հարցը։ Ադրբեջանական կողմն այս ընթացքում որևէ հետքայլ չարեց, ի տարբերություն պաշտոնական Երևանի։ Մեր իշխանություններն ավելի ուշ ստիպված եղան նաև հրաժարվել Բաքվի դեմ միջազգային բոլոր դատական հայցերից, սահմանագոտում եվրոպացի անզեն դիտորդների պարեկությունից։ Ու չնայած այս ամենին Ադրբեջանն այդպես էլ նահանգներում չստորագրեց խաղաղության պայմանագիրը, միայն նախնական ստորագրություն թողեց փաստաթղթի տակ, այն վերջնական դարձնելու համար պնդելով, թե խոչընդոտ կա Հայաստանի սահմանադրությունը։ Ալիևի կոկորտին էր մնացել մեր մայրօրենքը, նախաբանում անկախության հռչակագրին հղում կա։ Այս պատմական փաստաթղթում ենք ամրագրել Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը եւ Բաքվի իշխանությունները իբրև տարածքային պահանջ են այս դրույթը ներկայացնում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի դադարեցման ուղղված աշխատանքները եւս մեկ անգամ փաստում է, որ հայկական կողմը Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ձախողել է իր դիվանագիտական աշխատանքը։ Սա նաև արդյունք էր արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ սխալ ռազմավարական հաշվարկների։ Հայկական փորձագիտական համայնքը Մինսկի աշխատանքները դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական խոսակցությունների մեկնարկին պես տվեց իր գնահատականը վաղաժամ որոշում։ Հիշեցնենք, ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը հարթակը պահպանելու վերաբերյալ 1000 ու մի հիմնավորումներ էլ հասան, այդ թվում Արցախի խորհրդարանի նախագահից, ով դիմել էր բռնատեղահանված 100,000-ավոր քաղաքացիների անունից, պնդելով, թե լուծարել խումբն առանց այդ ժողովրդի ներկայացուցիչների հետ երկխոսելու, որոնց համար այն ստեղծել են, նշանակում է գործընթացում մերժել նրանց դերը։ Կենտրոնական Եվրոպա ձայն հասցնելուց անմասն չմնացին նաև իրավապաշտպանները։ Ըստ էության Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների խնդիրը որևէ կերպ ընթացող գործընթացներում ներառված չեն, այդ թվում է վերադարձի իրավունքը, Լեռնային Ղարաբաղում բնակվելու եւ այնտեղ իրենց իրավունքները իրացնելու, իրավունքների հետ կապված եւ մի շարք այլ։ Արցախցիները պահանջելով Մինսկի մանդատը վայր չդնել, հենց այս խնդիրներն էին օրակարգում փորձում պահել։ Հիմա ուզում են միայն Եվրոպան իմանա, Մինսկը պարտավորություններ ուներ, չկատարեց։ Առաջին հերթին հենց համանախագահ երկրների կողմից մենք չտեսանք այն արձագանքը, որը պետք է դատապարտեր եւ անընդունելի համարեր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացրած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Ի դեպ, հետաքրքրական է Մինսկի խումբն ուներ 3 համանախագահ՝ Ամերիկան, Ֆրանսիան ու Ռուսաստանը։ Խմբի լուծարման գործընթացը մեկնարկեց Վաշինգտոնից, Փարիզը ողջունեց քայլը, իսկ Մոսկվան դեռ 2022-ին էր հայտարարել, հավաքական արևմուտքի մայրաքաղաքները հրաժարվել են Մինսկի շրջանակում համագործակցել իրենց հետ։ Էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը կերկարաձգվի եւս 1 տարով։ Օրենքի նախագիծն ունի 1 բացառություն։ Մենք առաջարկում ենք այս նոր կարգավորումը կիրառել 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված, այսինքն 2024, 2025 եւ 2026 թվականի արտադրության, որտեղ 26 թվականին է գործելու արտադրության մեքենաների համար։ Հայաստանը 2022, 23, 24 թվականներին ունեցել է ոչ միայն ավելացված արժեքի հարկի արտոնություն, այլև մաքսատուրքից ազատման արտոնություն քվոտայի շրջանակում 2022 թվականին 7000 միավոր, իսկ 2023, 24 եւ 25 թվականներին 8000-ական միավոր։ 23 թվականին ներմուծման ծավալը մեքենաների կազմել է 9600
35 միավոր, 22 թվականի համեմատ այս ցուցանիշը աճել է 75%-ով, 24 թվականի ներմուծման ծավալը կազմել է 11793 միավոր, ինչը 23 թվականի համեմատ աճել է արդեն 22%-ով։ Էլեկտրամոբիլների հետ կապված միակ հարցը, սակայն ավելացված արժեքի հարկը չէ, որ քննարկվել է ազգային ժողովում։ Էլեկտրական մեքենաների ձիաուժերի պատճառով քաղաքացիները տարբեր չափերի գույքահարկ են վճարում։ Նույն մեքենայի համար, նույն տեխնիկական պարամետրերով որոշ դեպքերում շատ բարձր կամ այսպես ասած մարքեթինգային ձիաուժն է հիմք վերցվում եւ բարձր գույքահարկ է դրա համար հաշվարկվում եւ կան դեպքեր, երբ որ մարդիկ ինչ-որ փորձաքննություն են անցնում բավականին մեծ գումար դրա համար վճարելով, որի հիման վրա ձիաուժերը ավելի պակաս են հիմք վերցվում եւ ավելի քիչ գույքահարկ է վճարվում։ Պատգամավորը վստահեցրեց, որ խնդրի լուծումը կտրվի առաջիկա օրերին։ Հիմա աշխատում են, որպեսզի լինի համակարգ, որտեղ ԵԱՏՄ-ի ռեեստրից ելակետային տվյալները կվերցվեն եւ փորձաքննության կարիք չի լինի։ Օրակարգային մյուս հարցով շաբաթներ շարունակ տարբեր քննարկումների առանցքում հայտնված առողջության համընդհանուր ապահովագրության մասին նախագիծը հասավ նաեւ ազգային ժողով ու պարզվեց, ապահովագրությունը չի ծածկի քաղաքացու բոլոր բժշկական պահանջները։ Ըստ առողջապահության նախարարի այն ուղղված է հիմնական հիվանդացության եւ մահացության բեռ հանդիսացող վիճակների ու հիվանդությունների մեղմանը եւ դրանց բուժման լավագույն արդյունքների ապահովմանը։ Հավելյալ ուրեմն կոմֆորտային պայմաններում ծառայություններ ստանալու համար։ Այնպիսի ծառայություններ, որոնք որ փոխհատուցման առավելագույն չափեր ունեն փաթեթի շրջանակներում, մեր երկրում շարունակելու է գործել մասնավոր ապահովագրման մեխանիզմները եւ իհարկե մեր քաղաքացիների մի մասը վստահաբար տարիների ընթացքում շատ ավելի մեծ մասը կարողանալու է օգտվել ինչպես պետական բազային ապահովագրական փաթեթից, այնպես էլ նաեւ պլյուս փաթեթներից, որոնք շատ ավելի մեծ ծառայությունների շրջանակ կընդգրկեն։ Առողջության համընդհանուր ապահովագրությունը ներդրվելու է հաջորդ տարվանից փուլ առ փուլ եղանակով։ Կառավարությունը հավանություն է տվել պետական նպաստների մասին օրենքի փոփոխություններին, որոնցով ծնողներին սպասվում են նոր աջակցություններ։ Օրենքի ընդունումից հետո կգործեն 4 տեսակի նպաստներ՝ մայրության, ծննդյան միանվագ, մինչև 2 տարեկան խնամքի եւ նոր ներդրվող երրորդ եւ հաջորդ երեխաների նպաստ։ 2026-ի սեպտեմբերի 1-ին եւ դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 500,000 դրամ, անկախ կարգաթվից։ Այնինչ գործող կարգավորումներով առաջին եւ երկրորդ երեխաների համար տրամադրվում էր 300,000 դրամ, երրորդ եւ չորրորդ երեխայի դեպքում տրվում էր 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ եւ հաջորդ երեխայի դեպքում 1,500,000 դրամ։ Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող պետական նպաստների համակարգը ամբողջությամբ պիտի դիտարկել եւ ինքն ուղղված է ժողովրդագրական իրավիճակին բարելավմանը, որպեսզի նպաստի իրավիճակի բարելավմանը։ Այս փոփոխության հետևանքով ծնելիության խրախուսման համար կարևոր երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան նպաստները նվազում են 2-ից 3 անգամ, ինչը լուրջ բացասական հետևանքներ կունենա բազմազավակ ընտանիքներում եւ կարող է ել ավելի խորացնել աղքատությունը, ասում են մասնագետները։ Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ նվազում է ծննդյան նպաստի չափը, ինչը հակասում է պետության սոցիալական պատասխանատվության սկզբունքին, ասում է Գործատուների միության նախագահը ու հավելում. առանց այն էլ 2025-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով Հայաստանում ծնելիությունը հասել է պատմականորեն ամենացածր մակարդակին։ 10 տարվա ընթացքում ծնելիության ցուցանիշը նվազել է շուրջ 20%, խորացնելով ժողովրդագրական ճգնաժամի մասին մտահոգությունները։ Կոմաները կրճատելով ավելի կվատացնենք աճի գործընթացը, աճի դինամիկան։ Այսինքն ավելի կնվազի շահագրգռվածությունը։ Բայց կրկնում եմ, ընտանիքների պարագայում ես չեմ գտնում, որ դա պիտի լինի փողային շահագրգռվածություն։ Ես ընդհանրապես այդ մոդելը մի քիչ այլ կերպ կտանեի առաջ։ 2022-ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների ծննդյան կապակցությամբ ամեն ամիս այժմ ընտանիքներին տրամադրվում է 50,000 դրամ աջակցություն, մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Որպեսզի ամսական 50,000 դրամը տրամադրվի, պայմանն այն է, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը լինի երրորդ կամ հաջորդ, այսինքն երբ 2022-ի հունվարից հետո ընտանիքում ծնվի երրորդ, չորրորդ, 5-րդ երեխա, այդ գումարը տրվում է յուրաքանչյուր երեխայի համար։ Եթե անգամ եռյակ ծնվի, ապա 50,000 դրամները կտրամադրվեն մինչև երեխաների 6 տարեկան դառնալը։